Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գանձատանը պահվող գորգերը սոսկ դեկորատիվ առարկաներ կամ տարածությունը լրացնող իրեր չեն, դրանք հիշողություն են, երբեմն կտրված, երբեմն վերականգնված, բայց միշտ ներկա ու վկայող։ Այս հավաքածուն չի ստեղծվել նախապես մտածված ծրագրով կամ կազմակերպված հավաքչությամբ, այն ձևավորվել է ժամանակի անկանոն թելադրանքի, նվիրատվությունների, անգամ պատմական ցնցումների արդյունքում։ Յուրաքանչյուր հավաքածու պետք է ունենա իր ներքին տրամաբանությունը, կառուցվածք, նպատակ, ամբողջականություն։ Սակայն Մայրաթորի դեպքում այդ տրամաբանությունը երկար ժամանակ բացակայում էր մի պարզ պատճառով։ Հավաքածուն ձևավորվել է նվիրատվություններով։ Նվիրատուները իրար հետ հոչ չեն համաձայնեցրել, թե այսօր ինչ տանեն, վաղը ինչ են տանելու եւ այդ ինչ որ տանեն, ինչ թեմայի, ինչ նպատակով կարելի է լինելու օգտագործել հետագայում։ Դժբախտաբար պետք է ասենք, որ ոչ միայն Մայրաթորի, ոչ միայն Վաղարշապատում եղած եկեղեցիներինքից գոյություն ունեցած հավաքածուներ, այլ ընդհանրապես պատմական Հայաստանի բոլոր եկեղեցիներում եղել են գորգեր, գործվածքեր եւ մշակութային արժեքներ ընդհանրապես պահոցներ են եղել նաեւ, բայց դժբախտաբար դրանք պարբերաբար թալանվել, կոոպտվել են եկվոր վաճկատուն ցեղերի եւ ընդհանրապես այլ կողոպտիչների կողմից։ Մայրաթորի գորգերի հավաքածուն դարերի կենսագրություն ունի։ Արմատները հասնում են մինչև միջնադար, երբ գորգերը ոչ միայն կենցաղային, այլև դիվանագիտական արժեք ունեին։ 10-րդ դարում օրինակ կաթողիկոս Հովանես Դրասխանակերտցին բանակցությունների էր մեկնում իր հետ տանելով նաև թանկարժեք գորգեր որպես նվեր։ Հայկական գորգագործության տարբեր հայտնի կենտրոններ են եղել՝ Արցախ, Տավուշ, Լոռի Փամբակ, Փոքր Հայք, Վասպուրական։ Գորգեր հաճախ գործվել են նաև վանքերում, որպես մշակութային եւ հոգեվոր արժեք։ Գորգը դա շրջագության ընդհանրապես ծիսապաշտամունքային առարկա է եղել այն ամենասկզբներից։ Ի սկզբանե գորգը ամեն օրի օգտագործման առարկա է, դեպ դարձել է 19-րդ դարի կեսերից սկսած, որ լայն օգտագործման լայն միջավայր ունենար, այդպիսին չի եղել գորգը։ Գորգը վերնախավային օգտագործման առարկա է եղել։ Փոքր Հայքի գորգագործական կենտրոնների մասին դեռ ժամանակին խոսել է Մարկո Պոլոն, ասել է, որ այդտեղ հրաշալի գորգեր են գործել հայերն ու հույները, եւ Մայրաթորում այդտեղ գործված գորգի ներկայությունը մեր համար շատ, այսպես ասած, հաճելի տեսարան է դառնում։ Վերջին 15-ից 20 տարիներին Մայրաթորի գորգերի հավաքածուն նոր որակ է ստացել։ Այս գործընթացի առանցքում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն է։ Իր հետևողական ուշադրությամբ ու հոգացությամբ վեհափար հայրը կարևորում է գորգերի թանգարան ունենալը, համարելով այն հոգևոր շտեմարան, երկրի ու ժողովրդի հարստություն։ Ես երբ որ բախտ ունեցա ծանոթանալ հավաքածուին, կազմել հավաքածուի կատալոգը իմիջայլոց, կազմել հավաքածուում եղած բոլոր գորգերի գիտական անձնագրերը, այդ ամեն ինչը Գարեգին II վեհափարի պատվերով է եղել, հավաքածուին ծանոթանալուց հետո նույնպես հասկացա, որ այդտեղ իսկապես հայոց գորգագործական մշակույթին վերաբերող նմուշները շատ չեն։ Այնպես չի, որ չկան, բայց դրանք շատ էլ չեն։ Մանավանդ, որ արդեն իսկ այդ աշխատանքի ընթացքում հասունացել էր Մայր Աթոռի հավաքածուներում պահվող գորգերի հիման վրա գորգի թանգարան հիմնելու ստեղծելու գաղափարը։ Այ Մայր Աթոռի գորգերի հիման վրա Մայր Աթոռում գորգի թանգարան ստեղծելու համար այդ հավաքածուն չուներ բավարար հնարավորություններ։ Մեր գորգագործական մշակույթին բնորոշ, ասենք, տիպերի մի փոքր մասներ այնտեղ ներկայացված։ Հայտնեցի իմ միտքը,
որ եթե ուզում ենք թանգարան ունենալ, թանգարանում հայոց գորգագործական մշակույթի նկարագիրն էլ այցելուներին ներկայացնել, ուրեմն մեզ պետք է գնումներ կատարել։ Ձեռք բերեցինք 10 գորգ, որոնցից յուրաքանչյուրի տեղը ցուցադրության մեջ ցուցասրահներում հենց հիմա էլ ակնհայտ է, պատրաստ է, նշված է։ Այսինքն պատահական բան ձեռք չենք բերել։ Դրանցում կան վիշապագորգեր, ընդ որում ասեմ, որ Մայրաթոռում վիշապագորգեր կային, կար խնձորեսկ, ուրեմն գորգից գուհար գորգի տարբերակներից են տեղ կար, բայց մեր կողմից ձեռք բերածները, Գարեջին երկրորդ վեհապարի օրոք ձեռք բերածները անտարակույս իրենց մակարդակով, պահպանվածությամբ, գունային լուծումներով, չափով, ձևով եւ այլն, եւ մանավանդ հայերեն գրություններ ունենալու այդ դրանով առանձնակի տեղ են գրավում, հիմա էլ առանձնակի տեղ են գրավում հավաքածուի կազմում։ Հավաքածուն համալրելու նպատակով առաջին ձեռքբերումներից մեկը գրեթե պատահաբար հայտնվեց Մայրաթոռում։ Հազվագյուտ գորգը, որը նախատեսված էր նվիրելու համար, վերջին պահին որոշվում է պահել Մայրաթոռում։ Այդ գնման առթիվ առաջին անգամ գորգի մասնագետ էր հրավիրվել։ Տեսնելով արժեքավոր նմուշը, վեհապար Հայրապետը միտքը փոխում է եւ կարգադրում պահել այն Սուրբ Էջմիածնում։ Վեհապարը ասաց, որ այս գորգը մեր թանգարանի համար է։ Մենք սա ոչ միտեղ չենք տանելու։ Փայլուն որոշում էր դա։ Մասնագետի խորհրդով եւ նորին սրբության տնօրինությամբ Մայրաթոռ բերված գորգը գործվել է հյուսիսային Արցախի Ջրաբերդ գավառի Վերիշեն Մելիքանիստ գյուղում։ Դրանից հետո հավաքածուն սկսել է ձևավորվել արդեն գիտակցված ընտրությամբ։ Վերջին տարիներին ձեռք են բերվել տարբեր ենթախմբերի կարևոր նմուշներ՝ վիշապագորգեր, գուհար խմբի գորգ, արցախյան կենտրոնների գործեր, ինչպես նաև փոքր հայքից Սեբաստիայի բացառիկ նմուշ։ Հատուկ տեղ ունի իր տեսակի մեջ եզակի 17-րդ դարի ասեղնագործ գորգիկը ծաղկած խաչ հորինվածքով։ Այն նույնպես ստեղծվել է հյուսիսային Արցախի մենաստաններից մեկում եւ ոչ միայն բարձրաժեք նմուշ է, այլև գիտական բացահայտում, կապված Լոռի Փամբակի գորգագործական ավանդույթի հետ։ Ուղարկել էի դերասողիկին լուսանկարով ամեն ինչով, որ նաև այնտեղ գրել եմ, որ այն մեր ծրագրում ինչ կա չկա գնումների հետ, դրանք թողնում եք մի կողմը, առաջին հերթին պետք է գնել սա։ Վեհապարը մի քանի օրից հետո եկել էր, նայել էր, տեսել էր եւ ուրեմն մի շաբաթվա ընթացքում դա ձեռք էր բերվել։ Այդ հազվագյուտ մի բան է, օրինակ հայոց ազգագրության թանգարանում մենք նման բան չունենք։ Պատմության թանգարանում այդ տեխնիկայով արած գործ կա, բայց այդ տեսակից չի։ Դա 17-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող ասեղնագործություն է կարճ։ Հայոց գորգագործական մշակույթում կա Լոռի Փամբակ տիպի գորգ, ընդհանրապես Լոռի Փամբակ ենթախմբի գորգեր եմ ես առանձնացրել, այս ասեղնագործությունը հենց դրա հիմնական հորինվածքով է գեղազարդված եւ այդ առումով ենք ասում, որ դա այդ դրա նմանը ուրիշ հավաքածուներում չկա եւ իր էությամբ, իր բովանդակությամբ, իր կատարողականությամբ էլ բացառիկ մշակութային արժեք է։ Եվ սա այժմ պահվում է Մայրաթոռի գանձատանը եւ սրա ձեռք բերման հարցում մեկ վայրկյան անգամ չի տարակուսել կամ չի երկմտել Գարեջին երկրորդ վեհապարը։ Այսօր Մայրաթոռի գորգերի հավաքածուն շուրջ 220 նմուշ ունի։ Դրանցից միայն մի մասն է հայկական։ Մյուսները պարսկական, փոքրասիական, եվրոպական, բայց հենց այս բազմազանությունն է թույլ տալիս տեսնել հայկական գորգարվեստի արժեքը իր պատմական համատեքստում։ Այդ քանակությունը կա, բայց այդ քանակության մեջ երևի մի մոտավորապես եմ ասում 30 գորգ է, որոնք վերաբերում են հայոց գորգագործական մշակույթին։ Այն մյուսները հիմնականում վերաբերում են պարսկական գորգագործական կենտրոններին,
վերաբերում են փոքրասիական գորգագործական կենտրոններին եւ կան նաեւ տրանսիլվանյան, մոլդավական կարպետներ, որոնք իմիջիայլոց պատկանում էին Վազգեն վեհապարին, դրանք մի 4-5 հատ էր, դրանք նվիրատվություններ են եւ հիմնականում վերաբերում են 1940-50-ական թվականներին։ Կարծում եմ, որ այստեղ բավականին մեծ նշանակություն է ունեցել 45-46 թվականներին տեղի ունեցած ներգաղթը, սփյուռքահայերի ներգաղթը, որոնք իրենց հետ որոշակի բաներ բերելով, ինչ որ բաներ էլ հանձնել էին մայրաթորին։ Մի հատ էլ այնտեղ գորգ ունենք, դրա մասին էլ արժե խոսել։ Խոսքը վերաբերվում է հերիում գործված մի շատ հետաքրքիր գորգի, որը իմ տիպաբանման համակարգում տավուշ անունով է տարբերակված։ Գունային երակները բացարձակ ներդաշնակ են, շատ, այսպես ասած, լավ գույներով է ներկայացված։ Թեև հավաքածուն դեռ ամբողջական չէ եւ բազմաթիվ հարցեր բաց են, այն արդեն դարձել է գիտական եւ մշակութային ուսումնասիրությունների կարևոր հենք։ Այսօր մայրաթորի գորգերը ոչ միայն պահպանվող արժեք են, այլև ապագայի խոստում, հնարավոր թանգարանի, նոր հետազոտությունների եւ հայկական գորգարվեստի ամբողջական ներկայացման համար։